Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում։ Մարտին թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնինչ նրա հռետորաբանությունը իշխանության առաջին տարիներին շատ ավելի կոշտ էր։ Ֆակտոր TV-ին Երևանում քաղաքացիների շրջանում անցկացված հարցման փորձել էր պարզել, ինչպես են վերաբերվում ցեղասպանության միջազգային ճանաչումը, որպես Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական առաջնահերթություն չլինելու իշխանությունների ընտրած կուրսին։ Հայոց ցեղասպանությունը դա հայ ազգի համար միշտ եղել է արդիական եւ այսօրները դե երբեք չեմ կարծում մի հայ որ նա կարող է դա մոռանալ։ Խալա ասում դրա բերանից բացումա կանալը փոխի։ Ճիշտ չի։ Իր ամբողջ այս 6-7 տարվա աշխատանքը այս Հայաստանի շատ վատ է եղել Հայաստանի համար։ Իմ ապուպապերը եղել են Ղարսից, հասել են ստեղ մահացել են բոլորը, սպանվել են, ո՞նց է ճիշտ։ Իմ տատիկս, իմ պապիկի մայրիկը, իր երկու երեխու հետ հասել է Հայաստան, Սուրբ Սարգիսի եկեղեցում գիշերը քնել են, առավոտը մահացած է եղել։ Ինչքանով է ճիշտ չճանաչելը։ Հայոց ցեղասպանության ճանաչումը միշտ պետք է լինի առաջնահերթություն, բայց իշխանությունների արտահայտած մտքին եկեք քաղաքական գնահատական չտամ, ես եմ աշխատում այսօրով գոնե քաղաքականությունից ձերս մնամ, բայց այսօր վաղը չկա, միգուցե իրանք ունեն համապատասխան արգումենտներ, որ այդպես են խոսում, եթե հետաձգում են ավելի լավ հարմար պահի, ես երկու ձեռով կողմ եմ իրանց։ Եկեք ես դրա մասին հիմա չխոսամ, որտեվ ոչ մի լավ բան չեմ ասի։ Քանի որ մենք չենք կարող դա մոռանալ եւ միշտ պետք է նշենք եւ հիշենք։ Ես որպես ցեղասպանությունից վերապրածների սերունդ, եթե ես կամ, ուրեմն եւ առաջնահերթ է եւ մեր գիտակցության մեջ միշտ նորոգյա։ Այսինքն նորից ու նորից պիտի վերադառնանք եւ ավելին անենք, քան մեզ ինչ որ մեզ ժառանգել են, ավելին պիտի կայացնենք։ Դժվարանում եմ, կոնկրետ ես չեմ կարող ասել, սա է ճիշտ թե նա է ճիշտ։ Ով որ տիրապետում է, իշխանությունում ձեռքում է, ով որ ունի լծակներ, ով որ գիտի գաղտնիքներ, գիտի ինչ վտանգներ կան, նա էլ ճիշտ կողմնորոշվում է, ինչ որոշում ընդունի, առանց իմանալու դրանք, առանց տիրապետելու կարծիք հայտնել, նշանակում է ինչ-որ վերացական, սիրողական տեսակետ ասել։ Թող ղեկավարությունը մտածի, իրանք կորոշեն։ Այսօր հայրը իրար չեն հասկանում, չեն ուզում հասկանալ, բոլորը գեներալ են, ոչ մեկը զինվորական չի, բոլորը համարում որ իրանք պետք է լինեն թագավոր, որ բոլորը պետք է լինեն երկրի ղեկավար, որ բոլորը պետք է լինեն դպրոցի ղեկավար, ոչ թե ուսուցիչ եւ այլ եւ այլ։ Այդ ոնց որ մեր ներքինում նստած է այդ բանը ժողովրդի մեջ։ Դա շատ սխալ է։ Նախ քաղաքականության ընդհանրապես չեմ նայում, չեմ բան, բայց դա սխալ է։ Սխալ է բալիս։ Այդ ասել բան չէ որ ասում է։ Իհարկե 110 տարի է անցել, 110 տարվա ընթացքում ենք բավականին փաստեր ունենք, որպեսզի ամբողջ աշխարհին ցույց տանք, որ եղել է ցեղասպանություն, իսկ ներկայիս իշխանությունը դուք մեզանից լավ գիտեք, թե ինչ ռոպագանդա է տանում դեպի ցեղասպանություն, նրանք պատրաստ են անգամ ապամոնտաժել իմ կարծիքով հուշահամալիրը, միշտ տեղը կա, եւ ոնց որ օրենքի սահմանում եւ մինչև այդ մեր ակտիվիստները, մինչև այդ մեր վրիժառուները ամեն գնով հիմա մեր սերունդը երիտասարդությունը եւս պատրաստ է օգնել այդ հարցով, որ միջազգային լսարանը, միջազգային, չգիտեմ, մեծ պետությունները, գերիշխանությունները իմանան հայոց ցեղասպանության մասին։ Ինչ գործուն քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանի Հանրապետությունը, որ հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը շարունակվի ընդհուպ Թուրքիայի մակարդակով։ Դրա համար մասնագետներ կան, իշխանություն գոյությունն է պետք է մտածեն, ամեն ինչը իրանք կդասավորեն, չմասն է խոսքը։ Մենք շատ փոքր երկիր ենք, որպեսզի մեզնով կարողանանք ճշում գործադրել Թուրքիայի պես պետությանը, որը շատ ուժեղ խաղ ունի քաղաքական դաշտում, նամթուp մինչև Ամերիկա, Ռուսաստանի դաշտություն խաղեր կարում տա, այսպես ասած ու մարսի։ Միանշանակ միջազգային ճանաչումը ու միջազգային հատկապես գերտերությունների ճնշումը միայն կարա Թուրքիային ինչ-որ մի բան պարտադրի։ Եվ տնտեսական շահերը այդտեղ էլ բան չունենք առաջարկելու աշխարհին, որի միջոցով կարանք։ Ադրբեջանի նավթն էլ չունենք, այսպես ասած։ Բայց ես լիահույս եմ, ես ամեն դեպքում ոչ միայն միջազգային ճանաչման հետ կապված եմ լիահույս, ես
ֆանտաստիկ մի համարեք, ես հույս ունեմ ընդհանուր մինչև հողերի վերադարձ, բայց դա կախված չի հայերի պահանջից, ուղղակի կանխատեսում եմ քաղաքական այնպիսի իրավիճակ միջազգային առումով, որ Թուրքիան պատժվելու ժամանակ կհիշվի ստորագրված սևերը, դրան հաջորդող Վուլսոնի նոյեմբերի 22-ի ստորագրած փաստաթղթերի մասն եմ խոսում, սևերը օգոստոսի 10-20 թվականի, դրանք այն պայմանագրերն են, որին հակասող ոչ մի բան չկա, ստորագրած եւ որոնք ստորագրված եւ ուժի մեջ փաստաթղթեր են ու Ամերիկայի Միացյալ Նահանգների միակ ստորագրած փաստաթղթն է նախագահի մակարդակով, որը չի իրագործվել։ Ես հույս ունեմ այդ բացառությունը կվերանա։ Չի ընդունի։ Մենք պիտի չմոռանանք։ Դե իմ կարծիքով պետք է դեսպանատան դեմերը լինել ցույցեր, ոչ թե լինել ցույցեր միայն ամսի 24-ին, այ մինչև ամսի 24 եւ ընդհանրապես օրացույցային տարիների ամիսների ընթացքում ցույցեր կազմակերպել դեսպանատների դեմը, որպեսզի մեր ձայնը հասնի միջազգային ոնց որ լսարանին, մեծ ոնց որ գերիշխանություններին, որպեսզի կարողանան հասկանան, որ այո, եւ այդ 110 տարին փաստերով ցույց տալ։ Եվ ամենակարևորը իմ կարծիքով պետք է Սողոմոն Թելերյանի պես մարդիկ լինեն մեր ազգում Նժդեհի պես։ Իսկ ի՞նչն է ձեզ այս պահին առաջնահերթ խնդիր մեզ համար։ Խաղաղություն, միայն խաղաղություն։